Որքան էլ փոխվեն ժամանակներն ու ստեղծագործական նոր ոճերի հայտ գան, միևնույնն է ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը հոգեհարազատ են ու մերը։ Այսօր խոսելու ենք ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձեզ եմ շնորհակալ հրավերելու համար։ Պարոն Սարգսյան, թերևս գանք ամենասկզբից։ Ինչպես եղավ ձեր եւ ժողովրդական երաժշտության ու պարի հանդիպումը։ Դե ժողովրդական երաժշտությունն ու պարը թերապես մշակույթի մի մաս են, զգալի մաս են, հա, ազգի դիմագիծը ներկայացնող մշակույթն է, որ շատ կարևոր է։ Ես էլ այդ ասպարեզում արդեն բավականին երկար տարիներ գործունեություն էի ծավալում, դրանից առաջ Երգի պետական թատրոնն էի ղեկավարում։ Ու առաջարկը եղավ ես 2022 թվականին ռեֆորմներ պետք է արվեր այդ ոլորտում։ Ես էլ չեմ սիրում մի տեղ, որտեղ պետք է գնամ ուղղակի անհետաքրքիր շարունակեմ, հա, փոփոխություններ սիրող անձնավորություն եմ, նորը ստեղծող, չգիտեմ ինչքանով է ստացվում, բայց ու համաձայնվեցի, որովհետև շատ գործ կար անելու, ուսումնասիրեցի ոլորտը, մասնագետների հետ հանդիպեցի, խոսեցի ու հասկացա, որ բավականին շատ գործ կա անելու։ Այն արվեստը, որը ստեղծվել է ժամանակին, այն գանձարանը, որ ունենք, թերի է ներկայացվում, հանրությանը չի հասնում շատ ժամանակ, լճացում կա եւ լծվեցի այդ գործին ու կարծես օր-օրի գործը շատանում է։ Թեև ձեր աշխատանքը շատ ծավալուն է, բայց փորձենք եթերային հակերճությամբ ներկայացնել կենտրոնի աշխատանքը եւ գործունեությունը, ինչով է զբաղվում, ովքեր են ներգրավված այստեղ։ Կենտրոնում ներգրաված են վաստակավոր անսամբլներ, 87 տարվա անսամբլ, Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական անսամբլն է, 67 տարվա պարի պետական անսամբլը, 50 տարի արդեն գործում է ակունք ազգագրական համույթը, Բարեկամություն պետական անսամբլը արդեն 38 տարի եւ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որ այս տարի 20 ամյակն է տոնում։ Մտքեր կա նոր անսամբլ նույնիսկ հիմնել կենտրոնում, ավելի ժամանակին համընթաց որ քայլի, որտեղ փոխվում են ժամանակները, մտածելակերպը, սերունդի, այլ է, պետք է հասցնի նաև մշակույթը հավասար քայլեր, նույնիսկ մեր ազգային արվեստը։ Դրա համար դեռ քննարկումների մեջ են, կարծում եմ շուտով նոր նվագախմբով հանդես կգա կենտրոնը։ Գործը, ինչպես ասացի, շատ է, կարելի ասել, սկիզբը մանավանդ շատ էր, հիմա արդեն հունի մեջ ենք ընկել, համերգները բավականին շատ, տարատեսակ, ազգային հենց կոնկրետ արվեստը, որ ներկայացնում է կենտրոնը, ակունք ազգագրական համույթն է, որը ազգագրական է հենց եւ նույնիսկ կարելի ասել նրանք բեմի էլ չեն, հենց նրանք ժողովրդի մեջ այդ երգն ու պարը պետք է մեր ավանդական ներկայացնեն, մնացածը ավելի բեմական ժողովրդական արվեստն են ներկայացնում, կարծում եմ հանդիսատեսը այդ անունները արդեն որ թվեցի, գիտի ներկայացնելու կարիք չունեմ, հետաքրքիր է աշխատանքը, կարևորը աշխատանքը շատ է, դա է։ Պարոն Սարգսյան, այսքան բազմաժանր է ձեր առօրյան, ազգային նվագարաններ, ազգային երգ ու պար, հայկական մշակույթում ամենահետաքրքիր ուղին ձեր համար որն է։ Ժողովրդական մշակույթում, հա, ոչ թե օրինակ կերպարվեստը վերցնենք, այլ ձեր ղեկավարած կառույցը ինչով որ զբաղվում է, ձեզ համար ամենահոգեհարազատը որ ուղին է։ Կդժվարանամ պատասխանել հոգեհարազատ, որովհետև յուրաքանչյուր անսամբլ ունի իր գույնը, իր տեսակը, իր մտածելակերպը,
յուրաքանչյուր անսամբլին իր մոտեցումն ենք ցուցաբերում, կդժվարանամ պատասխանել, որն է ավելի հոգեհարազատ, որովհետև ընդհանուր մշակույթի գաղափարը հոգեհարազատ է եւ մշակույթում աշխատելը, գործունեություն ծավալելը եւ ինչ որ բանի մանավանդ հասնելը դա արդեն հաղթանակ է կարծում եմ ու այժմ մեր կարևոր գործը, հա, ես ասեմ, մեր նպատակը, ինչին որ մենք ծառայում ենք, հայկական արվեստը հասցնել ճիշտ ձևով հասցնել մեր ժողովրդին եւ մնացած ժողովուրդներին միջազգային ասպարեզ դուրս գալ, դա է մեր նպատակը, որ շատ դժվար է։ Իհարկե։ Հա, դասական արվեստը հեշտ է, որովհետեւ դասական արվեստը ընկալելի է, հա, տարբեր հասարակություններում, բայց քո ժողովրդականը ներկայացնելը եւ ճիշտ ներկայացնելը ամենակարևորն է, հա, որովհետեւ տուրիստները, զբոսաշրջիկները երբ որ գալիս են, քո դեմքը պետք է ցույց տաս եւ պետք է շատ զգուշ լինես, որովհետեւ այդ զբոսաշրջիկներից է կախված հաջորդ զբոսաշրջության այդ զարգացումը, հա, որ կան, որովհետեւ կարող է դուրը չգալ եւ խոչընդոտի նաեւ զբոսաշրջության զարգացմանը կարելի ասել, դրա համար պատասխանատվությունն էլ է մեծ եւ այդ գիտակցումով ենք մենք աշխատում։ Կենտրոնի աշխատանքին եւ գործունեությանը իհարկե մեր հարցազրույցի ընթացքում դեռ կանդրադառնանք, բայց ուզում եմ մի փաստ ընդգծենք։ Դուք երկար տարիներ հաղորդավարական աշխատանքով եք զբաղվել, հեռուստատեսությունում եք եղել։ Սա ինչպես է փոխակերպվել մշակույթի կառավարման գործում։ Գուցե օգնել է, գուցե խանգարել է, շատերին արդեն ծանոթ էիք։ Ծանոթ էի եւ հեռուստատեսությունում էլ, երբ որ ես աշխատել եմ եւ որպես հաղորդավար եւ որպես պրոդյուսեր, մշակութային հաղորդաշարերը շատ են եղել, իսկ ընդհանրապես պրոդյուսերական կենտրոն եմ հիմնել 15 տարի առաջ եւ էլի մշակույթում, էլի երգարվեստում, երաժշտությունում, այսինքն առնչությունը միշտ եղել է մշակույթին եւ նույնիսկ ուսանողական տարիներին հանդիպումներ կազմակերպել, ակտիվ եմ եղել նաեւ համալսարանում, պետական համալսարանն եմ ավարտել, ուսանողական խորհրդում, գիտական ընկերությունում, ակումբ եմ բացել, որտեղ որ հյուրերը Խորեն Աբրամյան, Սոս Սարգսյան, մշակույթի գործիչներն են եղել ուսանողների հետ անմիջական հանդիպումներ, այսինքն դեռ ուսանող տարիներից շփումը եղել է։ Հետագայում հայ մշակույթի գործիչների հանրագիտարան եմ ստեղծել, որտեղ որ 5000 հայ մշակույթի գործիչ ամբողջ աշխարհում ներկայացվել է, այն ժամանակ Վիկիպեդիան շատ թերի էր, հետագայում զարգացավ, ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով, շատ է, առնչությունը շատ է, այդտեղից երևի ճանաչում եմ գրեթե բոլորին, մշակույթի ոլորտում բոլոր գործիչներին։ Պարոն Սարգսյան, վերադառնանք կենտրոնի գործունեությանը։ Խնդրում եմ ներկայացնենք վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ինչով ենք զբաղվել 2022 թվականից մինչ օրս։ Նշանակումից հետո միանգամից հանդիպեցինք հոբելյանական թվերի։ Երգի Պարի պետական անսամբլի 85-ամյակ, Պարի պետական անսամբլի 65-ամյակ ու այդ անցումային այդ ռուսերեն ասած պերեստրոյկայի ժամանակաշրջանն էր, բայց կարողացանք պատվով դուրս գալ, երկու հոբելյանականներն էլ նշվեցին, Ազատ Ղարիբյան, մեր պարարվեստի երախտավորներից Թերեզա Գրիգորյան 100-ամյակները Վանաձորում, Գյումրիում, Երևանում նշեցինք, վերջերս 24 թվականին ակունք ազգագրական համույթի 50-ամյակը, Պարի միջազգային օրը ամեն տարի մեծ շուկով նշվում է, գործը շատ է, հոբելյանական միջոցառումներն էլ կրկին շատ են, ամեն տարի կա, այս տարի էլ դեռ առջևում ունենք Օֆելիա Ամբարձումյան 100, Հովհաննես Խաչիկյան 75, Հայրիկ Մուրադյան 120, մեր Դուդուկի վարպետ Գևորգ Դաբաղյանի 60-ամյակը պետք է նշենք,
ինչպես նշեցի, ազգային նվագարների 20-ամյակը պետք է նշենք, այսինքն հոբելյանականները շատ են, նաև նախագծեր ենք իրականացնում հետաքրքիր մոտեցումներով, մեր նպատակներից մեկն է երիտասարդ ծերնդին ներքաշել, հա, դեպի ազգային արվեստը, բայց կարող եմ նաև ասել, որ ազգայինը արդեն մրցունակ է, ժողովրդական արվեստը դառնում է մրցունակ։ Այս մրցունակության մեջ բնականաբար ընդգրկում եք նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես եք փորձում համատեղել ավանդականն ու նորը։ Շատ դժվար է ու մանավանդ երաժիշտների, երգիչների, պարողների մեջ վախ կա, որ մի բան ուզում ես փոփոխել, վայ, կպնում են հայկական արվեստը փչացնելու են, վերացնում են, ինչ-որ sense վախեր կա, որը փորձում ենք նաև բացատրել, որ այդ վախերը պետք չի, որովհետև մեզ համար որքան էլ տարօրինակ հնչի, ես միշտ ասել եմ, անսամբլի անունը այդքան կարևոր չի, որքան որ մեջի տվածը ինչ է տալիս անսամբլը այսօր մեր հանրությանը, նոր սերնդին, եթե հանրությունը չի գալիս, տոմս չի գնում, չի հետաքրքրվում, պետք է փոփոխություն արվի, որովհետև պետք է սխալը գտնենք որտեղ է մեր թերացումը փոփոխության ենթարկելը միշտ դեպի լավը տանում է, հա, դե չգիտեմ որքանով է ինքը խոչընդոտ կարելի ասել չկա, որովհետև արտիստներն էլ որ տեսնում են նպատակը լավ բանի համար է արվում, կանգնում են մեր կողքը եւ այդ փոփոխությունների իրենք էլ են պատրաստ արդեն գնում ենք դեպի։ Խոչընդոտներ չկան, բայց վստահ եմ կան մարտահրավերներ հանրահռչակման առումով եւ պահպանման ժողովրդական երաժշտության եւ ազգային պարի։ Այս պարագայում ինչ սկզբունքներով եք առաջնորդվում եւ ինչպես եք փորձում ծառանալ այս մարտահրավերների առաջ։ Բնականաբար ես որոշումները որքան էլ մտքերը գալիս են, բայց ես կայացնում եմ նաև տվյալ ոլորտի մասնագետների հետ շփվելով, պրոֆեսորներ, ժողովրդական արտիստներ, ամենօրյա շփում կարելի ասել ունենք ու թե պարարվեստի ոլորտում, թե երաժշտության քննարկումներ, կարծիքները տարբեր են լինում, հետո արդեն փորձում եմ նայել որ կարծիքն է ծանրակշիռ, ովքեր են այս կարծիքի շուրջ հավաքված, դժվար է որոշում կայացնել, բայց շփումների արդյունքում կարելի է ասել ոլորտի լավագույն մասնագետները իմ խորհրդականներն են, իրենց հետ շփվելով կարողանում ենք ճիշտ լուծումներ գտնել եւ ճանապարհից չշեղվել, որովհետև իրոք շատ վտանգավոր է հայկական այս արվեստը, հա, թե բեմական հագուստները, թե մոտեցումները, թե, չգիտեմ, ցանկացած, հա, մեկ էլ հանկարծ մի պար կլինի, սա հայկական շարժում չի, երաժշտության մեջ սա հայկական չի, մեր այս միանգամից ես դնում եմ քննարկման այդ երաժշտությունը, այդ պարը, որպեսզի հասկանանք, հա, որ ինչ են ասում մասնագետները։ Ես բնականաբար այդ կարևոր որոշումները ստեղծագործական առումով ես չեմ կայացնում միայնակ։ Պարոն Սարգսյան, դուք նշում եք, որ 2022-ից սկսած այսօր արդեն կենտրոնն իր ուղեգծի վրա է, հանգիստ ընթանում է, գործերը առանց խոչընդոտների են լուծվում, ինչ եք կարծում 5 եւ 10 տարի հետո կենտրոնը որտեղ է լինելու, ոչ տարածքային բնականաբար, եւ ինչպես է շարունակելու իր հայապահպան գործունեությունը։ Կենտրոնը բնականաբար շարունակելու է գործունեությունը Հայաստանում եւ ես համոզված եմ, որ կենտրոնը եւ կենտրոնում գործող անսամբլները, հա, ավելի որ կարևոր են, իրենք էլ ավելի հայտնի են լինելու աշխարհում կարևոր երկրներում, որտեղ որ հայերն են շատ, թեկուզ հայերը քիչ լինեն, միջազգային հանրությանը ներկայանալը եւ իր պատվավոր տեղում է լինելու։ Իսկ ֆիզիկական առումով կենտրոնը
24 թվականի դեկտեմբերին կառավարության որոշումով ստացավ մեծ տարածք շենք։ Իհարկե շենքի մի փոքր հատվածն է վերանորոգած, որ կարողանում ենք այսօր գործունեություն ծավալել, բայց շենքը ամբողջովին պետք է կապիտալ վերանորոգման գնա եւ դրան ենք հիմա պատրաստվում։ Դա էլ մի 2 տարի, 3 տարի երևի կտևի, դե գործընթաց է, պետք է անցնենք այդ բոլոր գործընթացները, բայց հետագայում արդեն կենտրոնը կունենա իր ռեսուրսը, որը շատ կարևոր է, որպեսզի այդ ռեսուրսը օգտագործելով կարողանա իր այն մինիմալ կարիքները հոգալ, որովհետև այսօր չունենալով ռեսուրս եւ արտաբյուջե չեն կարողանում ձևավորել, խնդիրները շատ են, բայց քանի որ ես չեմ սիրում լացել, դրանք կլուծվեն, կարևորը հեռանկարը կա արդեն, այն ֆունդամենտը կա, որի վրա հիմք է դա, որ կենտրոնը գործունեությունը ծավալում է։ Պարոն Սարգսյան, ձեր մասնագիտական ուղում դուք երբեք չեք հեռացել բեմից, բեմի տարածքից, կուլիսներից եւ այլն։ Ինչ է ձեզ համար բեմը եւ ինչ պետք է տա բեմը հանդիսատեսին։ Բեմը հասարակության կրթող, հասարակությանը էսթետիկ հաճույք պատճառող եւ եկող սերնդին ճիշտ ուղու վրա ցույց տվող, ուղին ես այդպես եմ մտածում, որովհետեւ բեմից սերունդը եւ հասարակությունը սովորում է դերասաններից, երգիչներից սովորում է եւ սկսում է կրկնօրինակել։ Դրա համար շատ զգույշ եւ շատ ուշադիր պետք է պետությունը, թե մենք լինենք բեմի նկատմամբ, ասենց ասեմ։ Չգիտեմ, բեմում ինչքան հաճելի է, այդքան պատասխանատու է, որովհետեւ բեմում պետք է լինեն հենց պրոֆեսիոնալները իրենց ոլորտի եւ բեմը գնահատողները։ Երբեմն կան, որ նայում եմ, ասում եմ բեմը իր տեղը չի։ Կարող է այդ մարդը լավ վարորդ լիներ, լավ, չգիտեմ, շինարար լիներ, այո, բժիշկ լիներ։ Ես հասկանում եմ, որ այդ մարդը ուղղակի կորցրել է, եթե լավ բժիշկ լիներ, այսինքն առողջապահության ոլորտը կորցրել է մի մասնագետի, այստեղ էլ ինքը խանգարում է, այս ոլորտում չի թողում, խոչընդոտ է, այսինքն սխալ տեղում է։ Այդ շատ կարևոր է, որ մարդկանց հասկանաս ինքը իր տեղում է, թե չէ։ Երևի թե անդրադառնանք արժեքներին ու սկզբունքներին, կան այդպիսիք, որ ձեր գործունեության ընթացքում հաստատ չեք հրաժարվի հանուն ինչ-որ բանի։ Արժեքներ եւ սկզբունքներ, իհարկե, արդարությունը այդ սկզբունք է ինձ համար, եթե ես տեսնեմ միտեղ արդարություն չկա, ես այդտեղ ուղղակի չեմ լինի, եթե գիտակցեմ, որ չեմ էլ կարա փոխեմ, ես դուրս կգամ այդ ոլորտից, ամենակարևորը ինձ համար արդարությունն է, դա նաև արժեք է, որը պահում եմ ես, եւ իհարկե մեր արժեք է մեր ստեղծածը, մեր պատմությունը, հայկական մշակույթը ներկայացնելը եւ ընդհանրապես մշակույթը, դրանք արժեք են ինձ համար, երևի այս ոլորտում եմ, դրա համար եմ դա նշում, Լավ, այդքան է։ Պարոն Սարգսյան, թերևս հաղորդման վերջում փորձենք պատկերացնել, որ որոշում է կայացվել Հայաստանը ներկայացնել աշխարհին մեկ համերգով։ Ինչ կընդգրկեիք այդ համերգում, որպեսզի մեր ժողովրդական երաժշտությունն ու ազգային նվագարանները, ազգային պարը ընդգրկված լինեին եւ հասանելի դառնային այդ համերգով աշխարհին։ Դե արդեն մտածեի բոլոր անսամբլների լավագույն համարները ինչ որ միքս անելով, ինչ որ մի ձև ներկայացնել, որտեղ կերևային նաև մեր ազգային նվագարանների գործիքները, պարային համարները, լավագույն մասնագետներին կներգրավեի եւ ջանք ու yaran չենք նայի, որպեսզի լավագույն
հայկական ազգային եւ ժողովրդականը երևար մեծ բեմում բնականաբար ու կա այդպիսի մտքեր, որ դեռ պատկերացնում ենք ինչ որ մեծ դալիր համալիր երևի ինչ որ մի բան կազմակերպենք հենց ազգային ինքը տոն որ դառնա դեռ մտքեր կան ու հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ միգուցե այն շատ լավ ստացվի դուրս հանենք միջազգային այստեղ եք ձեզ եմ շնորհակալ հրավերի համար Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն այսօր ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էր իսկ մենք կհանդիպենք